Իմ անունը Զարա Մանուչարյանն է, ես նկարիչ եմ, ճիշտ ասած մանկուց երևի ուզել եմ դառնալ նկարիչ, որովհետև ընտանիքում շատ ընդունված էր երաժշտական կրթություն եւ մայրիկը շատ ուզում էր ես երաժիշտ դառնամ, բայց նենց ստացվեց, որ այն ժամանակ մեր տունը եկավ պապայի ընկերը, որը նկարիչ էր, հայտնի, եւ նա խորհուրդ տվեց, հարցրեց ինձ. «Բալիկ ջան, իսկ ինչ ես ուզում դառնալ?» Ասացի նկարիչ։ Եվ այտենց ասեց, այս երեխային նկարչական տվեք, ինքը նկարել է ուզում։ Ու տենց մերոք շատ ինձ օգնեցին ուսման հարցում, տվեցին սկզբից դպրոց, խմբակ, Կոջոյանի անվան նկարչական դպրոց, որից հետո ես ընդունվեցի Գեղարվեստի ակադեմիա մեր պետական։ Ասեմ, որ ընտանիքում ոչ տոհմական նկարչական ընտանիք է, ընդհանրապես արվեստի գործից չկա, ասում են, որ ասում են «Я белая ворона»։ Եվ ինչի տենց ստացվեց, ես չգիտեմ, բայց ես ինչ-որ փոքրուց գիտեի, որ ուզում եմ նկարիչ դառնամ։ Եվ տենց էլ շարունակվեց, ավարտեցի Գեղարվեստի ակադեմիան, որից հետո մի տարի սովորեցի Զալցբուրգի արտ ակադեմիայում եւս տենց այդ փորձն էլ էր շատ հետաքրքիր եւ այդ բագաժով վերադարձա Հայաստան։ Մամաս գյումրեցի է, ավելի այն կողմ երևի Ղարսի կողմից են, պապիկիս, տատիկիս կողմը մայրական։ Հայրս Թիֆլիսահայ է, так что, այն որ ասում են, получилась гремучая смесь։ Բայց ես ինձ համարում եմ երևանցի, ես ծնվել եմ այստեղ եւ շատ եմ սիրում Երևանը։ Ընդհանրապես նկարիչը ստեղծագործելուց չպիտի ոչ մի իզմերին հետևի, ինքը ուղղակի պետք է նկարի ու մաքսիմալ փորձի անկեղծ լինել։ Սկզբնական փուլը պետք է անպայման արվեստի մեջ գնաս ակադեմիական, կլասիկ, դասական ուսման, անպայման պետք է սովորես, որտեվ ես ինքնուս վիճակներին դեմ եմ, ես համարում եմ, որ այդ կլասիկ տեխնիկական տիրապետությունը շատ կարևոր է արվեստի մեջ։ Հետո ուսման տարիները ավարտում են, լիքը մարդ ավարտում է ակադեմիան, Դերլեմեզյանը, մեր մոտ դրսում, բայց ոչ բոլորն են դառնում նկարիչ։ Նկարիչ դա ոնց որ դա պետք է զգաս, քոնն է, դե քոնը չի։ Դասական ուսումից հետո ես նկարել եմ բնապատկերներ, պորտրետներ, նատյուրմորտներ, բայց այդ ասելիքը իմ համար քիչ էր։ Ու ես հասկացա, որ ըստ մարդու ներքին աշխարհի զարգացածության, կրթվածության պահանջները մեծանում են, շատանում են։ Եվ հասկացա, որ իմ ասելիքը շատ է։ Եվ կարելի ասել, որ ես սկսեցի սենց կոնցեպտուալ արվեստի մեջ մտա, ես շատ կոնցեպտուալ գործեր եմ ունեցել, պերֆորմանսներ, հեփենինգներ, որ իր ասելիք ու հետ կթողեցին իմ արվեստի մեջ։ Նույնիսկ կազմակերպություն ունեինք աղջիկներով, որով կազմակերպում ենք միջազգային փառատոններ, սիմպոզիումներ, մեր կազմակերպության անունը Կոբալտ էր, դա բրենդ չէր գերմանական
նույն անուն կազմակերպության։ Բայց դա ինչ-որ հետաքրքիր փուլ էր, որը լիցքավորեց, ինչ-որ նոր շունչ տվեց, և իմ արվեստը տրանսֆորմացվեց դեպի սենց էքսպրեսիվ աբստրակցիոնիզմի։ Դե բոլորը երբ սկսում են աբստրակցիոնիզմից, սկսվում են սկզբից ֆիգուրատիվ աբստրակցիա, բայց ես էլի եմ ասում, ես երբեք չեմ մտածել, որ ինչ-որ իզմի մեջ ելնեմ։ Ես արել էի այն, ինչ որ իմ ներքին աշխարհը և գիտելիքները պահանջում էին, ես դրա կարիք ունեի։ Բայց դա էլ տրանսֆորմացվեց և տարիներ անց ես փոփոխվեցի լրիվ այսպես կոչված մաքուր աբստրակցիայի։ Այդ ինչ վերաբերվում է իզմերին, բայց էլի եմ ասում, ես ոչ մի իզմերի մեջ չեմ տեղավորվում, որովհետև նկարիչը չպետք է մտածի իզմերի մասին, նկարիչը պետք է անկեղծ լինի, նկարի, ոգեշնչված իր համար ստեղծագործի։ Երբ ինքը նկարում է իր համար, այդ ժամանակ այ ստացվում է գործը։ Ինձ ոգեշնչում է երևի ճամփորդելը։ Ճամփորդել, նոր հետաքրքիր երկրներ բացահայտել, գնալ ոչ տրադիցիոն օրիգինալ ուղղություններով, հետազոտել քաղաքակրթություններ, իրանց արվեստը, մշակույթը, ճարտարապետությունը, որը շատ կարևոր է։ Ես երկար տարիներ փորձում էի շատ հետաքրքիր ուղղություններով գնայի, գնում էի Հնդկաստան, Նեպալ, Տիբետ, ու հետաքրքրված էի իրանց արվեստով, իրանց մշակույթով, սիմվոլիկայով, սիմվոլիզմով էի շատ հետաքրքրված, և ամեն անգամ հետ գալուց ինձ մոտ ինչ-որ սենց ոգեշնչված ստեղծվում էր մի շարք, որը վերաբերվում էր ոչ թե այդ երկրի, այլ դա վերաբերվում էր իմ զգացողություններին ըստ այդ երկրի, այն էմոցիաները, այն տպավորությունները, այն վիճակը, որը ես զգացել եմ այդ երկրում, ես փորձում էի փոխանակեի կտավի վրա։ Բայց մի պահ հասավ, ես երբ որոշեցի մի քիչ հետազոտեմ իմ հայ լինելը, ինչա այդ հայկականությունը, այդ իդենտիֆիկացիան, և այդ ժամանակ ստեղծվեց այդ իմ վերջի ամենահետաքրքիր շարքերից մեկը, հայկական շարքը, որը կոչել եմ հայրատոպիա, որը կոչվում է, թարգմանած լատիներենից կոչվում է սակրալ տարածքներ։ Սակրալ տարածքներ իմ համար Հայաստանը այդ սակրալ տարածքն է, որտեղից ես ոգեշնչվում եմ, էներգիա եմ ստանում և ստեղծագործում եմ։ Վերջի շարքը տենց է կոչվեց, անհատական մեծ ցուցահանդես կազմակերպվեց ժամանակակից արվեստի թանգարանում, որը համեմված էր մուլտիմեդիա պրոյեկտով, ֆիլմերով, երաժշտությունով, այդպես էլ կոչվում էր սակրալ տարածքներ։ Ստեղծագործելը դա մի հատ շատ սենց առեղծվածային միստիկ պրոցես է։ Հասկանում եմ, որ շատ բանալ է հնչում, պրիմիտիվ, բայց դա տենց է։ Դու միշտ ինչ-որ էսքիզ ես նախատեսում, գծագրում ես, բայց երբեք չգիտես դա ինչով կավարտվի, մանավանդ եթե դու ոչ ռեալիստական ոճի մեջ ես աշխատում։
Դու նախատեսում ես մի բան, բայց աշխատելու ընթացքում կտավը քեզ հուշում է, կտավը քեզ ասում է, որտեղ ինչա պետք անել ու դա գալիս է մի քիչ էլ քո պրոֆեսիոնալիզմից, եթե դու արդեն ակին երկար ես աշխատում արվեստի մեջ ու ստեղծագործել ես երկար տարիներ, ինքը քեզ սենց կանչում է, հուշում է ու իմ համար շատ կարևոր է մաքսիմալ ներթափանցել։ Իմ համար այդ ֆակտուրային շերտեր ստանալը շատ կարևոր է։ Ես մաքսիմալ փորձում եմ մշակել, որ միամիտ ստացած քսվածք չլինի, իմ համար շատ կարևոր է այդ քսվածքը վրձինի։ Եվ ինձ պետք է, որ ես խորանամ կտավի մեջ, որ հանդիսատեսը նայի, ինքը մի գույնի տակ մի քանի շերտ տեսնի, խորություն տեսնի։ Իմ արվեստի մեջ դա շատ կարևոր է, մանավանդ այդ վերջի շրջանում։ Իմ մոտ շատ մեծ փոփոխություն եղավ, անկեղծ ասեմ, երբ ես այդ արևելյան երկրները գնացի, հետ վերադարձա, ես շատ լիցքավորված եկա, ճիշտ ասած, փոփոխություն եղավ ոճային։ Այն ագրեսիվ, մի ձևի իմպուլսիվ աբստրակցիան վերածվեց մի քիչ ավելի հանդարտ, ավելի ֆակտուրային, լոկալ կտորների։ Այդ ինչ վերաբերվում է իմ արվեստին, իսկ ինչքան երկար կարա նկարիչը նկարի, այդ ահավոր ինդիվիդուալ է, ահավոր։ Մարդ կա կարող է սենց էքսպրեսիվ 2 ժամվա մեջ սենց դնի ու լիցքաթափվի կտավի վրա։ Իսկ մարդ կա շերտերով, օրերով, կարող է մի շաբաթ նկարի, մի ամիս նկարի, դա անհասկանալի պրոցես է, ասենք թե դա գիտեք ոնց է բացատրեմ, դա ոնց որ մի հատ սենց չրթիկ լինի, կոպիտ ասած, որ սենց չրթում է, դու հասկանում ես, որ դու ավարտել ես։ Այ դա քեզ արդեն բավարարում է, բայց կտավ կա չի բացվում, կտավ կա դու նկարում ես ու հասկանում ես ինքը չի ավարտվել, չի բացվել, դու ջղայնանում ես, սենց վերցնում ես շուռ ես տալիս դեմքով դեպի պատ ու ասում ես ես քեզ հետո կանրադառնամ, սպասի, դու չես հասունացել։ Դա այդ պրոցեսը շատ հետաքրքիր է, շատ ու շատ տանող է, իսկ որ ինչ-որ մի բան բացվում է, սենց կարող է սենց իրար հետևից սենց բացվի։ Չգիտեմ, միգուցե այդ մարդկային լեզվով ասում են մուզան եկավ, բայց ես այդ մուզային շատ չեմ հավատում, չեմ նստում սենց արվեստանոցում սպասում մուզաս գա, ես սկսեմ նկարել։ Չէ, նկարիչի մոտ դա պահանջարկ է, ինքը գնում է ու սկսում է նկարել։ Ինքը սկսում է ստեղծագործել, ինքնամոռաց սենց։ Ես շատ անգամ սոված փորիս եմ ստեղծագործել, բայց իմ համար դա շատ կարևոր էր, էլի, որտեվ այդ արդեն լցված սենց կշտացած, սենց մի ձևի այդ ներքին աշխարհդ, հոգևորդ չի աշխատում, ես միշտ սենց մի բաժակ սուրճ ու վազում էի արվեստանոց։ Այդ տենց էի ստեղծագործում, որ ու շատ անգամ գիտեք նկարիչներ կան, երաժշտության տակ են ստեղծագործում, ես միշտ ստեղծագործել եմ լռության տակ։ Ես այդ իրականությունն էի ուզում լսեի, լռությունը, բակի ձայները, չգիտեմ, դե հարևանի խոսակցությունը, իմ արվեստանոցը բարի բախտի բերումով պտուրի տակ էր ու այդ աղմուկը շատ չէր բարձրանում և այնտեղ շատ հետաքրքիր էր ստեղծագործել, նայում էր կտուրների վրա, երկնքի վրա ու ստեղծագործում ես։ Դադարը ստեղծագործական կյանքում մի երկու պատճառ ունի, մեկը կարա լինի անձնական, ֆինանսական պատճառներից ելնելով, որը շատ տարածված է, ու երկրորդը այդ ներշնչանքը կորցնելու, որը ավելի հազվադեպ է, ես ձեզ ասեմ,
Այո, դադար եղել է եւ ասենք թե շատ անգամ եղել է զուտ ֆինանսական գոյատևելու համար մարդիկ փոփոխում են իրանց կարիերան, ման են գալիս ալտերնատիվ գործեր, որոնք կարող են օգնել գոյատևել Հայաստանում։ Արվեստագետները ճիշտ ասած իրոք Հայաստանում գոյատևում են եւ դա մեծ խնդիր է։ Ես երկար տարիներ ապրել եմ Արևելյան Եվրոպայում, Բուլղարիայում եւ երբ վիճակը այստեղ վատացավ, ես վերադարձա, ծիծաղալի է, չէ՞։ Սովորաբար այստեղից գնում են, երբ վիճակը վատանում է, ինձ մոտ ինչ-որ հակառակ պահանջ կար, ես ահա որ կարոտում էի Հայաստանը եւ ուզում էի վերադառնալ։ Ես վերադարձա ու հասկացա, որ շատ բարդ է այդ մեծ դադարից հետո ես այնտեղ նկարում էի, այնտեղ լիքը ցուցահանդեսներ եմ ունեցել, բայց Հայաստանում շատ հայերն են վերադառնում ու զրոյից պետք է սկսել ու շատ դժվար է, ու ես հասկացա, որ ես պետքա մի ժամանակ դադար տամ եւ սովորեմ ինչ-որ նոր բան, որ կարողանամ գումար վաստակեմ եւ գոյատևել։ Եվ դա բերեց նրան, որ ես ձեռք բերեցի երկրորդ իմ կրթությունը, ես դառա դիզայներ, խորացա այդ գործի մեջ, ձեռք բերեցի աշխատանք, որը ինձ թույլ տվեց ոտքի կանգնել, տեղավորվել այս մեր հայկական իրականության մեջ եւ այդ աշխատանք ինձ օգնում է ստեղծագործել, որովհետեւ Ժողովուրդ ջան, նկարիչին կտավ է պետք, ներկա պետք, տարածք է պետք, կատալոգ տպել է պետք, ներկայանալ է պետք, այդ արվեստը մեծ ֆինանսներ է պահանջում։ Ես հասկանում եմ, որ կերպարվեստը դա ինդիվիդուալ արվեստ է, դա կինո նկարել չի կամ թատրոն չի, որը պահանջում է մարդկա քանակ, բայց միևնույն է, առնչվում է գումարի հետ։ Ուզես չուզես, դու պետք է այդ նյութերը առնես, եթե դու ուզում ես որակով արվեստ մատուցես։ Եվ իմ դիզայներ լինելը օգնում է ինձ հիմա ստեղծագործել, գումար հայտայտել եւ ստեղծագործել, որովհետեւ այդ նկարչական ճանապարհը շատ վտանգավոր է։ Մնալ մաքուր, անկեղծ եւ չիջնել հանրային մակարդակի շատ դժվար է Հայաստանում, շատ։ Բացատրեմ, թող վիրավորական դա չհնչի, ժողովրդի մակարդակը միշտ ցածր է լինում իր գլոբալ մասայով։ Եվ արվեստագետը պետքա միշտ մատուցի բարձր արվեստ, որ բարձրացնի ժողովրդին այդ մակարդակի։ Դա բոլոր երկրներում են այդպես, դա միայն Հայաստանը չի։ Լինի դա երաժշտություն, կինո, թատրոն, մենք պետքա մատուցենք բարձր մակարդակով, որակով արվեստ։ Բայց այդ համընդհանուր պոպարտը իջացնում է միշտ արվեստագետին։ Շատ անգամ նկարիչներ են եղել, որ ասել են, այ գիտես, այսա ես նկարում եմ ծախելու համար, իսա իմ համար, իմ հոգու սրտի համար։ Այդ դա շատ վտանգավոր տենդենց ասեմ, ոչ բոլոր նկարիչները կարող են ստեղծագործել, տարանջատել իրանց արվեստը, կոմերցիոն արվեստ կոչվածը, որը կվաճառվի, որ ինքը գումար կհայթայթի եւ ոչ կոմերցիոն, որ ինքը իր համար է նկարում իր սրտի, իր հոգու։ Գիտեմ տենց նկարիչներ, որոնք դա իրանց մոտ ստացվել է, բայց ես շատ նկարիչներ գիտեմ, որոնք կուլ են տվել, կուլ այդ տենդենսին եւ գնալով լճացել են եւ սկսել են նկարել կոմերցիոն արվեստ, կորցնելով այդ սկզբնական անկեղծ մաքուր սկզբունքը։ Քանի որ ես հասկացա, որ ես կոմերցիոն արվեստ նկարել չեմ կարող, եւ ես միայն պետքա մատուցեմ այն
իմ մաքուրը, գեղեցիկը եւ անկեղծը, ես հասկացա, որ ես դրանով գումար չեմ հայթայթի, ես դրանից վատ ինձ չեմ զգում, եւ ես ալտերնատիվ ուրիշ գործով եմ զբաղված, որը էլի շատ որակով է մատուցում, շատ ինձ հոգեհարազատ է, եւ դա ինձ օգնում է պահել իմ անկեղծ արվեստը, ստեղծագործել իմ ներքին աշխարհը, այն ինչ որ ես եմ ուզում, այլ ոչ թե այն ինչ որ պահանջում է հանրությունը։ Երիտասարդ ստեղծագործներ, շատ բարդ ու տանջալի ճանապարհ է դա։ Պետք է պատրաստ լինել ամեն ինչին եւ գիտեք ինչին է պետք պատրաստ լինել մոռացության։ Ուզում եմ ձեզ մի խորհուրդ տալ, եթե խորանալու եք արվեստի մեջ, պետք է սենց պինդ ճակատ ունենալ, վրան է մի հատ մեծ պոս, որ բոլոր ճանապարհները, պատերը, դռները ջարդեք գնաք առաջ։ Լինել համառ, պնդաճակատ, չնայել խոչընդոտներին, լսել լավ որակով պրոֆեսիոնալ մասնագետներին, կարող է դա լինի կոլեգա, ընկեր, նկարիչ, որի արվեստը դուք հարգում եք ու տեսնում եք մակարդակը։ Արվեստի աշխարհում մանավանդ հիմա կա մի հատ նրբություն, PR-ը շատ մեծ դեր է խաղում ու շատ անգամ գովազդած շատ արվեստագետը կարող է իր մակարդակով շատ ավելի ցածր լինի, քան այն մասնագետը, այն նկարիչը, որը սուսուփուս իր արվեստանոցում նստած նկարում է։ Ու ինքը շատ կարող է ավելի բարձր արվեստ ներկայացնի։ Դա շատ վտանգավոր նրբություն կա դրա մեջ։ Դրա համար ես կուզենայի, որ մեր երիտասարդ նկարիչները всё-таки փուլերը անցնեին։ Ոչ թե մի անգամից սենց գցվեն, սենց կտավի վրա լցնեն կամ արագ մի բան քանդակեն ու մի անգամից անհատական, երկրորդ անհատական։ Փորձեք մի քիչ արվեստի մեջ աճել, ստեղծագործել շատ, տարբեր մարդկանց կարծիքներ լսել, նկարիչ, արվեստագետ նկատի ունեմ, ոչ թե մամայի, պապայի կարծիքը մոտիկ ընկերոջ, այլ ուրիշ ստեղծագործող, շատ ճամփորդել, տեսնել բարձր արվեստ տարբեր երկրներում, շատ տեսնել, շփվել, կուտակել, հասկանալ իրանց մակարդակը։ Ու կուզենայի, որ մերոնք մի քիչ մեծամիտ լինեին, այդ մեծամտությունը հանեին, ավելի համեստ լինեին, ընդհանրապես կայացած լավ նկարիչը ինքը համեստ է։ Համեստ է ու շատ իր հանդեպ հումորով է վերաբերվում։ Լավ նկարիչներում հետ ես շփվում եմ, որոնք կայացել են որակով արվեստ են մատուցում, շատ հանգիստ, համեստ, կայացած արվեստագետներ։ Քաղաքակրթությունը ստեղծված է երևի ըստ ինձ 3 սյուների վրա։ Դա կրթությունն է, գիտությունն է եւ մշակույթը։ Առանց այդ 3 սյուները քեզ որպես ազգ են ներկայացնում։ Տենց դու տարբերվում ես քոչ որ ինչ որ ցեղերից։ Մշակույթը միշտ ա եղել, արվեստը միշտ ա եղել։ Այն քարանձավային մարդը հաց ուտելուց հետո ածուխ վերցրել է պատի նկարել է։ Այն մարդիկ, որոնք ստեղծագործում են եւ մտել են այդ ասպարեզ, իրանք չեն կարող առանց դրա։ Ուղղակի չեն կարող, ասենք թե ես որ կինո եմ նայում, կոմպյուտերի դեմը նստած շատ անգամ գրիչ վերցրած մեկա խզբզում եմ պետրի մեջ։ Ինչ որ սենց պահանջ կա, մանավանդ եթե ինչ որ անցնում ես մի փուլ, երկրորդ փուլ, երրորդ փուլ, դու հասկանում ես, որ ինչ որ մակարդակի ես հասել ու կանգնել չես կարող արդեն։ Չես կարող, դա կկորչի, կգնա։
իմ համար ստեղծագործողը պետքա ստեղծագործի։ Պրոստը ուղղակի պետքա նկարի։ Առանց նայելու իրանք ընդունեն, չեն ընդունի, կծախվի այդ գործը, չի ծախվի, ինքը պետքա ստեղծագործի։ Այդ ֆենոմենը ինձ միշտ հետաքրքրել է Հայաստանում։ Մեր մոտ ոչ վաճառքի շուկա կա, ոչ ներկայանալու շուկա կա։ Մենք ունենք շատ քիչ ներկայացված թանգարաններ, որտեղ կարող ես ցուցադրվես։ Մեր մոտ շատ քիչ գյալերիներ կան, որտեղ կարաս ցուցադրվես, դա ահավոր քիչ է, ամոթալի քիչ է համեմատաբար այլ երկրների համար։ Բայց այ ուտես, որ հայ նկարիչը ստեղծագործում է եւ լավ բարձր մակարդակի։ Շատ մրցունակ արվեստ ունենք եւ իրոք հետաքրքիր է ոնց կարա չզարգացած, դե համարենք, որ համեմատաբար ուրիշ երկրների հետ մեր երկիրը այդքան էլ զարգացած չի, ծաղկում է մեր արվեստը, մանավանդ կերպ արվեստը, որի մեջ ես խորացած եմ։ Մենք շատ լավ նկարիչներ ունենք, քանդակագործներ, ահագին բարձր մակարդակի, բայց սպառման շուկան ես կասեի զրոյական է եւ դա իրոք մեծ խնդիր է Հայաստանում, բայց հայ մարդը ստեղծագործել է եւ կստեղծագործի։